Իսրայելահայերի նայերի միությունը ներկայացնում է 37 տարի անցել Սպիտակի մահաբեր երկրաշարժից, որը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ սոսկալի ու անդարձ կորուստների մի էջ էր, որը հիմնովին խեղեց ու նոր տառապանքներ ավելացրեց եւ վերափոխեց մի ողջ ազգի ճակատագիր, կիսելով այն երկրաշարժից առաջ եւ հետո խոսույթով։ Ցանկացած արհավիրքներից հետո հայի ճակատագիրը միշտ էլ նման բաժանարար գծեր է ստացել, ինչպես օրինակ ցեղասպանությունից առաջ եւ հետո, այժմ էլ ցավոք սրտի 44-օրյայից առաջ կամ հետո։ Սպիտակի երկրաշարժը, որը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին եւ որի պատճառով տուժեցին հիմնականում Լոռու եւ Շիրակի մարզերը, Հայաստանի Հանրապետության պատմության ամենածանր բնական աղետներ։ Երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան ըստ պաշտոնական տվյալների 25000 մարդ։ Անօթևան էին դարձել մոտ 500,000-ը եւ ավելի քան 200,000 շենք ու կառույց էր տուժել երկրաշարժից։ Այս սոսկալի աղետից անցել է 37 երկար ու ցիկ տարի։ Սովետական միությունը խոստացավ 2 տարվա ընթացքում վերականգնել, սակայն այդ պետության փլուզումից հետո շինարարները վերադարձան իրենց արդեն անկախացած պետություններ ու ժառանգություն թողեցին կիսակառույց ու այժմ կիսաքանդ ու կիսավթարային շենքերի կմախքներ։ Ըստ էության 37 տարի անց Գյումրիում շարունակում են մնալ անօթևան ընտանիքներ, որոնք մինչև օրս երկրաշարժից հետո անօթևանների ցուցակներում էլ մնացին։ Մեր հանրապետության նախկին նախագահներն իրար հաջորդելով խոստացան լուծել աղետի գոտու հիմնախնդիրը։ Լինսի հիմնադրամի միջոցով փորձ կատարվեց մեղմել հիմնահարցը, կառուցելով 2000 բնակարան Սպիտակում եւ Գյումրիում, ուղղորդելով ընդամենը 49 միլիոն ԱՄՆ դոլար, որից բավական լուրջ գումարներ փոշիացան, հանձինս Գյումրիի Երևանյան խճուղում կառուցված 4 հարկանի շենքերի փոխարեն հայտնված 3 հարկանի շենքերը, որի պատճառով երջանկահիշատակ հայ բարերար Քրքորյան այլևս գումարներ չհատկացրեց։ Արդյունքում 90 բնակարան պակաս կառուցվեց։ Սերժ Սարգսյանի կառավարությունը մինչև 2013 թվականը խոստացավ լուծել ամբողջությամբ աղետի գոտու բնակարանային հիմնահարցը, հորդորելով դիմանալ եւս 800 օր։ Գյումրեցիները մինչև օրս էլ դիմանում են։ Մեկնարկած տարբեր տարիներին բնակարանների գնման վկայագիր ծրագիրն էլ մասամբ հայաթափ արեց քաղաքը, մարդիկ անօրինական արկուվաճառք ձևակերպելով գումարները վերցրեցին ու լքեցին հայրաքաղաքը։ Թավշյա հեղափոխությունը, որը սկսվեց Գյումրիից ի վերջո իշխանության բերեց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով խոստացավ եւս լուծել Գյումրիի անօթևան ընտանիքների հարցը։ 2 տարի տևեց, մինչև պետությունն ու քաղաքապետարանը հաշվառեցին, թե քանի անօթևան ընտանիք կա քաղաքում եւ կրկին ոչինչ չարվեց հիմնախնդիրը լուծելու համար։ Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների թիվը ավելի ստույգ, հերթացուցակներում հաշվառված անձանց քանակը 4230-ն է, 2008-ից 2021 թվականներին բնակարաններով են ապահովել ընդամենը 3214 ընտանիք։ Այսօր հաշվառված եւ երկրաշարժից անօթևան մնացած Գյումրիում դեռ կա 1016 ընտանիք։ 2024 թվականին հայտարարված 9 միլիարդ Ռուսաստանի հետ ունեցած տրամաշրջանառությունից, եթե մոտավոր հաշվարկներով 250 միլիոն ԱՄՆ դոլարն ուղղորդվեր աղետի գոտի, Գյումրի, Վանաձոր եւ Սպիտակ, ապա 5000 անօթևանների հարցը կփակվեր։ Գյումրիում մասնավոր բնակարանաշինություն է, ցավոք սրտի չկա, այն հիմնականում կենտրոնացած է Երևանում։ Փաստացի 7-ամյա նոր կառավարությունը աղետի գոտում ոչ մի պետական բնակարանաշինական ծրագիր չի իրականացրել։ Նախկին ու ներկա խոսույթներն էլ էապես չբարելավեցին գյումրեցիների կյանքը։ Հայաստան համահայկական հիմնադրամը միայն 4 շենք է կառուցել, իսկ բնակարանների գնման վկայագիր ծրագրով ընդհանրապես այս տարիների ընթացքում 10 ընտանիք է օգտվել։ Լինեն այս փաստերը ականջահաճո թե ոչ, սա է այսօր իրականությունը եւ գյումրեցիներին հակառակը ոչ մեկ չի կարող ապացուցել։ Կառավարությունն էլ խոստացել է փակել բնակարանաշինության հարցը 2027 թվականին։ Արտարության դիմաց սակայն չմեղանչելու համար էլ պետք է փաստել, որ չնայած կորոնավիրուսի 44-օրյա պատերազմի, Արցախի հայաթափման ու արցախցիներին ընդունելու մինչև այժմ ֆինանսավորելու համատեքստում կառավարությունը բավական մեծ գումարներ է ներդրել աղետի գոտում, Լոռու եւ Շիրակի մարզերում, մասնավորաբար Գյումրի քաղաքում, զարկ տալով փողոցաշինությանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, կառուցվել են բազմաթիվ նոր դպրոցներ ու մանկապարտեզներ, զգալի բարելավել է Գյումրու ջրմուղ ցանցը։ Գյումրին տեսանելի փոփոխություններ է կրել, դարձել է հանրապետության երկրորդ զբոսաշրջային քաղաքը, վերանորոգվում են նաև մարզում դեպի հնագիտական ու պատմամշակութային հուշակոթողներ տանող ճանապարհները։ Հիմնական ներդրումները քաղաքում կատարվում են մասնավոր ձեռնարկությունների կողմից սպասարկման ոլորտում, կառուցվել են բազմաթիվ նոր հյուրանոցներ։
Օրեր առաջ Գյումրիում կատարված նկարահանումներն ու նոր կադրերն իրոք խոսուն են ու տեսանելի եւ ցուցադրում են այն էական փոփոխությունները, որոնք արձանագրվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ինչ վերաբերում է տնտեսական հիմնախնդիրներին, ապա Գյումրիում այդպես էլ ցավոք սրտի չգործեց Գյումրու մասին օրենքը, որը լրացուցիչ արտոնություններ էր նախատեսում եւ ներդրումներ էր բերելու քաղաք։ Ոչ մի արտադրական լուրջ ձեռնարկություն երկրաշարժից հետո քաղաքում չի ստեղծվել։ Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Լենինականը ուներ 34 գործարան ու ֆաբրիկա, ընդ որում դրանք էլ իրենց հեշտին մասնաճյուղեր ունեն տարբեր մեծ ու փոքր շրջակա քաղաքներում։ Այսօր Շիրակի մարզը նախկին Շիրակի շրջանը մնում է 37 տարի հանրապետության ամենաաղքատ մարզը։ Գյումրիում բացի մարզպետարանից, քաղաքապետարանից ու պետական հիմնարկներից, որոնք համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, միջին աշխատավարձը քաղաքում կազմում է 120,000 դրամ, որի արդյունքում էլ Շիրակի մարզը ըստ պաշտոնական պետական վիճակագրության մնում է ամենաաղքատը։ Գյումրիի Շիրակ կենտրոնը մեր գործընկեր Վահան Թումասյանի գլխավորությամբ շարունակում է ամերիկահայերի ու մյուս սփյուռքյան կառույցների ֆինանսավորմամբ բարելափայտ տաք շորեր, գրենական պիտույտներ հատկացնել կարիքավոր ընտանիքներին, նաև տասնյակ բնակարներ են ձեռք բերվել այս տարիների ընթացքում ու հատկացվել անտուն ընտանիքներին։ Pronto, եղավ 10 տարուց ավել կուկամ, չէ, բերեմ գը։ Բերեք նեսա այնտեղ դասավորեք։ Ես կուսերդիքներն իմ քասիդի շաբիկ։ Պետրոնային վենզահարուս Նիգոլ Մազմանյանի աղջիկն է։ Պետրոնտատ, բանը, հենց պերծնելու եղավ, էլի մի ադմ ծնգծելա կամ հանդիմին։ Ացավետ բանին։ Բայց շատ էդիք, կտեղավորվի դեղ։ Պետախտիկվա Իսրայելահայերի նայերի միությունը բազմիցս մասնակցել է Գյումրիում իրականացվող ծրագրերին, սկսած Թումոյի շինարարության համար կազմակերպված հանգանակությունից մինչև տնակներում բնակվող բազմազավակ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորներ կորցրած ընտանիքներին վառելափայտ ու էլեկտրաէներգիայի ձմեռային վարձավճարների տրամադրման տեսքով։ 2 տարի պարոն Թումասյանի աջակցությամբ վառելափայտ ենք բաժանել, իսկ 1 տարի Սախարովի անվան մարդու իրավունքների Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի աջակցությամբ վճարել ենք կարիքավոր ընտանիքների էլեկտրաէներգիայի ձմեռային վարձավճարները։ Ընդհանուր առմամբ Նայերի միության կողմից օգնություն է ստացել 540 գյումրեցի։ Նայերցիները նաև օգնել են բնակարանների ձեռքբերման տարբեր նախաձեռնություններին կատարելով մասնավոր խոշոր հանգանակություններ։ Նայերի միության նախաձեռնությամբ եւ Հայֆայի հայկական համայնքի բարերարներից մեկի աջակցությամբ մեկ գյումրեցի ընտանիք արդեն 4-րդ ձմեռն անցկացնում է Քարաշեն կացարանը։ Ունենալով Իսրայելում համեմատաբար փոքր համայնք եւ ոչ մեծ ֆինանսական հնարավորություններ, համենայն դեպս վերջին 2 տասնամյակում մեր համայնքային գործունեությունը բավականին ակտիվ է ու միասնական թե մայր հայրենիքի եւ թե սփյուռքի հետ։ Իսկ այս տարի մայիսի 14-ին լրացավ Պետախտիկվա Իսրայելահայերի Նայերի միության հիմնադրման 20-ամյակը, որը բավական ամուր կապեր ունի նաեւ սփյուռքյան տարբեր հասարակական կազմակերպությունների ու միությունների, հատկապես Եվրոպայի հայկական կառույցների հետ։ Պատերազմները տարածաշրջանում շարունակվում են ու Իսրայելում հայկական համայնքի առջև լուրջ մարտահրավերներ են նետված թե հայկական հազարամյա ժառանգության պահպանման եւ թե ընդհանրապես հայապահպանության հետ կապված։ Ուստի անհրաժեշտ է համախմբված մնալ մեր պատրիարքարանի շուրջ, առավելագույնը աջակցել մեր դեսպանատանը, հզորացնել կապը մայր հայրենիքի հետ, անկախ կառավարությունների տեսակներից ու բովանդակություններից եւ չմոռանալ, որ միասնությունն է մեզանում միակ գրավականը մեր ազգային դեմքը, մշակույթն ու կրոնը այս տարածաշրջանում պահպանելու համար։